Բարև ձեզ, Digimed-ում մենք խոսում ենք առողջապահության ոլորտի նորարարությունների մասին, այս անգամ ձեզ կպատմենք։ Անոթային խնդիրներ, ինչպես ճանաչել եւ երբ դիմել օգնության։ Արյան հոսքի խանգարումներ, որոնց դեպքում ամեն րոպեն կարող է վճռորոշ լինել։ Ինչպես են ժամանակակից սարքերը ներանոթային նորագույն միջամտությունները վերականգնում կենսական հոսքը։ Անոթները մեր օրգանիզմի ներքին ճանապարհային ենթակառուցվածքն են 96,000 կիլոմետր երկարությամբ։ Ճանապարհային այդ ցանցի բնականon ու անխափան աշխատանքից է կախված մեր առողջությունն ու կյանքի որակը։ Երբ խցանումների կամ այլ պատճառներով սննդի եւ թթվածնի մատակարարումը այդ ճանապարհներին խանգարվում է, ժամանակը կարող է դառնալ որոշիչ։ Կենսական հոսքը վերականգնելու ժամանակակից մեթոդները կներկայացնի մասնագետը։ Արամ Խաչատրյան, անոթային եւ ներանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Սկսենք հիմնականից։ Հոգնածություն, ոտքերի ցավ, այդ ուծվածություն ունենում ենք բոլորս։ Բոլորը կարող են այդ սիմպտոմները ունենալ։ Բայց երբ է դա դադարում լինել սովորական գանգատ եւ դառնում անհանգստության առարկա։ Եվ համաձայն եմ ձեզ հետ եւ ոչ։ Սովորական չպիտի լինի, հա իհարկե եթե խոսքը գնում է ենթադրենք 30 կիլոմետր մեկ օրվա ընթացքում քայլելու մասին, հա, բայց եթե սովորական, այսինքն առավոտյան 8-ին արթնացավ եւ երեկոյան 6-ին 7-ին եկավ տուն անձը եւ այդ ընթացքում նա հասցնում է ունենալ ոտքերում հոգնածություն եւ այդ ունի հիվանդություն։ Սովորական ֆիզիոլոգիական ոչ շատ ծանրաբեռնվածության դեպքում առողջ անոթների պարագայում չպետք է լինի այդուց եւ հոգնածություն, իսկ եթե կա դա դեռ չի խոսում միայն անոթային խնդրի մասին, որովհետեւ դա կարող է լինել հենաշարժիչ համակարգի խնդիր, հոդերի, մկանների, դա կարող է լինել ներզատիչ ինչ-որ համակարգի խնդիր էնդոկրին, հատկապես հիպոթիրեոզ, վահանագեղձի խնդիր ենթադրենք, դա կարող է լինել վիտամինային անբավարարություն, օրինակ վիտամին D-ի խնդիր, ի վերջո սրտային անբավարարություն եւ այլն։ Իհարկե ժողովրդի մոտ կա այդպիսի ստերեոտիպ, որ եթե ոտքերը ցավում, այտուցում ծանրանում են եւ այլն, անգամ ես կասեմ ոչ նեղ մասնագետ բժիշկների մոտ կա այդ ստերեոտիպը, որ առաջին հերթին պետք է ստուգել անոթները, թեև դա միշտ չէ, որ անոթային ծագման է։ Իսկ ավելորդ քաշը պատճառահետևանքային ինչ կապի մեջ է, որովհետև սովորաբար ոտքերի ծանրությունից բողոքում են հենց ավելորդ քաշ ունեցող մարդիկ։ Այո, այդպես է, մի քանի պատճառով։ Նախ մեխանիկական պատճառը, այսինքն եթե Աստծո կամ բնության կողմից այդ մարմինը տրված է, այդ ոտքերը տրված են, որ պետք է կրեն X քաշ, կան բանաձևեր, BMI index եւ այլն, այսինքն տվյալ մարդու հասակի բոյի դեպքում պետք է քաշը լինի այսքան, այսինքն նրա հոդերը, նրա մկանները, նրա անոթները ստեղծված են այդքան քաշի համար եւ ամեն X + Y քաշի դեպքում ոտքերի վրա ստացվում է plus Y քաշ։ Plus Y քաշը բազմապատկենք օրական ենթադրենք 18 ժամ ակտիվությամբ, բազմապատկենք ամիսներով, բազմապատկենք տարիներով։ 1. Երկրորդը, անկախ նրանից թե ինչքան այդ մարդը քաշ հավաքի, նրա անոթների քանակը այդքան չի հասցնում ավելանալ, նրա սիրտը չի հասցնում մեծանալ։ Այսինքն ենթադրենք մենք ունենք մի քանի միլիոն անոթ, 5 միլիոն անոթ պայմանական, այդ մարդը լինի 70 կիլո թե 120 կիլո, ինքը ունենալու է 5 միլիոն անոթ։ Բայց եթե այդ 5 միլիոն անոթը կարող է 70 կիլոգրամ հրաշալի կերակրել, ապա արդեն 120 կիլոգրամը կդժվարանա։ Նույնն էլ սրտին է վերաբերվում։ Ենթադրենք ունենք, ասում են բռունցքի չափ, իրականում այդպես է, հա։ Մարդու բռունցքը չափերով չի մեծանում, մարդու սիրտը կյանքի ընթացքում չափերով չի մեծանում։ Եվ եթե նրա քաշը ավելանում է, այդ նույն պոմպը, որ պետք է սնուցեր կերակրեր 70 կիլոգրամանոց մարդուն, փորձում է կերակրել 120 կիլոգրամանոցին, բայց իհարկե չի հաջողվելու։ Էլի կան մեխանիզմներ նյութափոխանակության խանգարման, ավելորդ թույների կուտակման, ավելի այսպես մոլեկուլային մակարդակով, բայց հիմնականը սրանք են։ Երբ խոսում են անոթային խնդիրների մասին, խոսակցականում միշտ օգտագործվում է տրոմբ հասկացությունը եւ անոթային խնդիրները դրանով են սահմանափակվում միայն եւ ինչ ասել է տրոմբ։ Ավելի լայն իմաստով տրոմբը դա clot կամ ռուսերեն զակուպրկա, դա ցանկացած անոթի խցանումն է, այսինքն նրանով այլևս արյուն չի գնում եւ ինչպես դուք քիչ առաջ նշեցիք, արյունատար համակարգ ունի երկու ֆունկցիա։ A. Բերում է սնունդ եւ թթվածին, B. Տանում է թույներ եւ վնասակար նյութեր։ Ըստ այդմ տարբերում ենք զարկերակ, կերակրող, ջրմուղ, հա, եթե համեմատենք, եւ երակ,
կանալիզացիա, այսպես։ Հիմա եւ նրա փակումը, եւ սրա փակումը իհարկե բացասական է անդրադառնում։ Եթե դա կերակրող անոթի փակումն է, դժում է տվյալ օրգանի սնուցումը, այսինքն եթե գլխուղեղ է ինսուլտ կաթված, եթե սիրտ է ինֆարկտ, եթե ոտք է փտախտ եւ այլն, իսկ եթե դա երակն է, խանգարվում է այդ թույների բարձրանալը, մաքրվելը, գնալ դեպի սիրտ, մաքրվելը, շատ ավելի հաճախ դա լինում է ոտքերում, դրա համար եմ ասում բարձրանալը, բայց ունի նաև մեկ այլ վտանգ, որովհետև իր ճանապարհին, ենթադրենք ոտքից սիրտ ճանապարհին, տրոմբը պոկվելով կարող է հասնել սիրտ, այնտեղից թոքային զարկերակ եւ շատ տխուր հետևանքներ ունենալ։ Ժողովրդի իմացած այդ տրոմբը պոկվեց մահացավ, հենց խոսքը գնում է այսպես կոչված թոքային զարկերակի թրոմբոեմբոլիայի մասին, որի ծագումը հիմնականում ստորին վերջույթների տրոմբներն են, բայց ասել, որ անոթային հիվանդությունները սահմանափակվում են միայն տրոմբներով, իհարկե չէ, եւ շատ հաճախ դա լինում է քրոնիկ ընթացքով։ Այսինքն թե զարկերակները, թե երակները կարող են ամիսներ, տարիներ, տասնամյակներ շարունակ կարող են հիվանդ լինել, պարզապես պացիենտը իրեն ուժեղ եւ այսպես չակ նորիսը զգալով չի դիմում, երկար ժամանակ համառում է, դիմադրում է, մինչեւ որ ունենում է անոթի խցանում։ Իսկ դա գենետիկ առանձնահատկություն է, սովորաբար թե ապրելակերպից է կախված։ Եվ մասնավորապես, եթե զարկերակների մասին խոսենք, կա նյութափոխանակության, խոլեստերինի փոխանակության խանգարումներ, որոնք հենց այդպես էլ կոչվում են ընտանեկան դիսլիպիդեմիաներ, այսինքն տվյալ ընտանիքի բոլոր անդամները սերնդեսերուն ունենում են հակում զարկերակների խցանման աթերոսկլերոզով։ Կան ընտանիքներ, որտեղ կա հակվածություն երակային տրոմբների առաջացման, կոչվում է թրոմբոֆիլիա։ Կան ընտանիքներ, ցեղեր, որտեղ հակում կա երակների լայնացման վարիկոզ հիվանդության, որը համարվում է ամենատարածված անոթային հիվանդություն ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Իհարկե ապրելակերպը դեր խաղում է, որովհետև մեր քայլելու ժամանակ ամեն մի քայլի հետ մեր սրունքի մկանները կծկվում են եւ ինչպես սիրտը վերևից պոմպի ձևով ուղարկում է այդ արունը դեպի ծայրամաս, այնպես էլ ոտքի մկանները ամեն անգամ կծկվելով հետ են ուղարկում արունը դեպի սիրտ, այսինքն ստացվում է կարծես երկրորդ սիրտ։ Այսինքն ապրելակերպը, որը կապված է շարժվելու, մարզվելու, քայլելու, անպայման ավելի օգտակար է, քան նստակյաց օֆիսային կյանքը, մեքենաներից հաճախ օգտվելը, բազմոցին երկար նստելը եւ այլն, այն ինչ որ մենք հիմա այսպես կոչված ույուտը, ինչքան հարմարավետ է դարձել կյանքը, այնքան շատացել են բոլոր հիվանդությունները, այդ թվում եւ անոթային։ Էլ չենք խոսում մաքուր օդին մեզ ծխելու մասին։ Դե հա, բնականաբար, ընդհանրապես ծխելը չարիքներից չարիքն է անոթային հիվանդությունների ժամանակ, ես եւ իմ շատ գոլեգաներ ծխող պացիենտին դնում ենք պայման, որ մենք ձեզ հետ ենք, եթե դուք դադարեցնում եք ծխելը։ Եթե դուք պատրաստ չեք հրաժարվել ծխելուց, կներեք դիմեք այլ մասնագետի կամ մի ծախսեք ժամանակ եւ հույս մի կապեք, որ դուք կլավանաք։ Այդ աստիճանի ծխելը վտանգավոր է անոթների համար։ Մենք խոսենք ժառանգականության մասին, եթե ընտանիքում որևէ մեկը ունի սրտի ստենտեր տեղադրված։ Դա ցույցում է, որ պիտի ուշադիր լինի անոթային ամբողջ համակարգի նկատմամբ, որովհետեւ հիմնական պատճառը սրտի անոթների նեղացման դա աթերոսկլերոզն է, դա անոթների խցանումն է ճարպային նյութերով։ Եվ այն ունի ժառանգական հակվածություն, եւ այո, եթե ընտանիքում մենակ սրտի չասենք, ոտքերի անոթների կամ ուղեղի անոթների որևէ միտեղ եթե կա աթերոսկլերոզ, որ բերել է անոթի խցանման, ապա այո, ամիջական ազգակցականները առաջին կարգի պարտավոր են իրենց ամբողջ կյանքում հիշել դրա մասին եւ առաջին իսկ գանգատների դեպքում ստուգել, նամանավանդ որ հիմա այդ ամենը շատ հասանելի է, նամանավանդ այս հունվարի 1-ից շատերը տեղյակ են կամ բոլորը առողջապահության համընդհանուր ապահովագրությունը կարելի է ասել գրեթե կեսին արդեն Հայաստանի քաղաքացիների արդեն կեսին ընդհանուր առմամբ հնարավորություն է տալիս առաջին իսկ գանգատների դեպքում կամ թեկուզ պրոֆիլակտիկ կատարել համապատասխան ստուգումներ։ Իդեպ ձեր ծանրաբեռնվածությունը շատ է ավելացել։ Գիտեք, ես այդ հարցը ինձ տվեցի մի քանի օր առաջ, կարծես թե չէ, то есть քիչ չէր, ծանրաբեռնվածությունը նույնն է պլյուս-մինուս մնացել, մեծացել է բաժինը ընդունված, վիրահատված կամ բուժված պացիենտների մեջ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտողների բաժին, այսինքն եթե նախկինում ես վիրահատված 100 պացիենտից ենթադրենք
90-ը վճարովի համակարգով էին 10 պետպատվեր, հիմա 80%-ը արդեն գնում են նոր համակարգով։ Հիմա խոսենք բուժման մասին, վիրահատությունները ժամանակին ես հիշում եմ նրանք ծանր վիրահատություններ էին, երկարատև վերականգնում էին պահանջում, ինչ է փոխվել 21-րդ դարում։ Ոչ թե փոխվել, ես կասեի հեղափոխություն է տեղի ունեցել, ընդ որում թռիչքա ձև, ու հենց խոսքը գնում է այս վերջին 10-20 տարվա, այսինքն 21-րդ դարի մասին, որովհետև հայտնվել են այսպես կոչված ներանոթային կամ լատիներեն էնդովասկուլյար մեթոդները, սա կարելի է համեմատել ընդհանուր վիրաբուժության մեջ լապարասկոպիայի հետ, այսինքն եթե նախկինում պետք է որ վայնը բացեի, նարկոզ եւ այլ, հիմա արվում է 1-2 անցքով։ Նմանատիպ ձևով էլ արդեն մեզ մոտ անոթների վիրահատության ժամանակ եւ օրինակ երակաբանության մեջ արդեն իսկ զարգացած երկրները չեն օգտագործում վիրադանակ, սկալպել չեն օգտագործում ընդհանրապես, այսինքն ասեղ եւ կաթետր, բան նրանում է, որ անոթային համակարգը այն միակ համակարգն է, որի բոլոր բաժինները իրար հետ կապված են, այսինքն կոպիտ ասած ոտքի բութ մատի երակից մտնելով կարելի է հասնել ուղեղի անոթներին։ Կատարել բալոնային լայնացում, ստենտավորումներ, տրոմբները մաքրել հատուկ եղանակով, կաթետրով, վարիկոզ երակների լազերային միջամտություններ կարելի է կատարել, այսինքն պացիենտին կարելի է X 1, 2, 3 ժամվա ընթացքում, X ժամանակի ընթացքում պացիենտին կարելի է առանց որևէ կտրվածքի, առանց նարկոզի, առանց ողնուղեղային ազգացման վիրահատել եւ հենց այդտեղ վիրասրահում նրան ոտքի կանգնեցնել եւ մի քանի րոպե կամ 1-2 ժամ հետո ճանապարհել առօրյա կյանքին։ Այսինքն մենք այստեղ եթե նախկինում բժիշկը փրկում էր եւ դրանով արդեն բավարար էր նրա աշխատանքը, всё փրկեց, ապա հիմա ոչ միայն կարեւոր է որ փրկի, այլ նաեւ կարեւոր է ապահովի արագ վերադարձ առօրյա կյանքին, սովորական ապրելակերպին, նաեւ ապահովի բարձր կյանքի որակ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նոր մեթոդը նաև ռիսկայնությունն է կրճատել վիրահատությունների ժամանակին կար մտածմունք, որ գուցե վիրահատության ժամանակ ինչ-որ բան պոկվի եւ Միանշանակ դա այդպես է, սկսենք դրանից, որ կտրվածք անելու համար պետք է գոնե, օրինակ ոտքերի վրա կտրվածք անելու համար պետք է գոնե ողնուղեղային ազգայացում, մեջքի ցրսկելով, իսկ շատ հաճախ նարկոզ։ Եվ հենց իրենցով այդ ողնուղեղային ազգայացումը եւ նարկոզը արդեն իսկ ռիսկային են ու կներեք որոշ դեպքերում կարող է վիրահատության չհասնել։ Այսինքն պացիենտի վիճակը կտրուկ վատթարան էր հենց ազգայացման, ցավազրկման պահին։ Լավ, ամեն ինչ ստացվեց, ցավազրկեցին, հետո այդ վիճակից դուրս գալը, նարկոզից արթնանալը կամ ողնուղեղային ազգայացումից դուրս գալը էլի ուներ որոշակի ռիսկայնություն, ել չեմ ասում, որ հենց մեր ոլորտի վերաբերյալ, որ բոլոր վիրահատություններից հետո, անկախ թե որ օրգանի վրա, ինչքան շուտ է պացիենտը կանգնում ոտքի եւ քայլում, այնքան ցածր է նրա մոտ տրոմբ առաջանալու ռիսկը։ Օրինակ, նույն կեսարյան հատումից հետո կա ոտքերում տրոմբ առաջանալու ռիսկ, կրծքագեղձի վիրահատությունից հետո կա տրոմբ առաջանալու ռիսկ, այսինքն ինչքան քչացնում ենք մենք կտրվածքներով եւ նարկոզով արված վիրահատությունների քանակը, այնքան էապես իջնում է հետ վիրահատական բարդությունների տոկոսը։ Աշխարհում կիրառվող մեթոդները եւ Հայաստանում կիրառվող եւ սարքավորումները եւ մեթոդները համաչափ են, թե մենք մի քիչ հետ ենք։ Էինք հիմա Փառք Աստծո շատ արագ տեմպերով, но ես խոսամ մեր ոլորտի մասին իհարկե, անօթաբանության, много со временем ռուսերեն ասած, ոչ, մենք հետ չենք, միգուցե հետ ենք սարքի արտադրման տարեթվով, ասենք գերմանացին օգտագործում է 2026-ի, մենք 2024 թվի, այսպես սարքն ենք օգտագործում, բան դրանումն է, որ մեր ժողովուրդը սիրում է բժիշկներին, սիրում է առողջապահությունը, ինչքան էլ որ տարօրինակ է ուշ դիմելը, ծանր փուլերում դիմելը, բայց երբ որ հասնում է արդեն խնդիրը լուծելուն, մեր պացիենտները պատրաստ են, այսինքն վճարում են։ Դե ինչու՞մն է տարբերությունը հին ու նոր մեթոդի, տեխնոլոգիան է հիմնականում, այսինքն կներեք ֆինանսական ապահոված լինելը, կլինիկայի ֆինանսապես ապահոված լինելը, որովհետև այդ նույն դանակը ենթադրենք կոպեկներ է, դրամներ է, բայց այդ կաթետրը արդեն սրա մասին է խոսքը, տնտեսական բաղադրիչն է, իսկ քանի որ մեր ժողովուրդը այդ առումով պատրաստ է լավ վիրահատության, որակյալ վիրահատության համար տրամադրել գումար, իսկ հիմա արդեն մեր առողջապահության նախարարությունն է պատրաստ դա անել, ըստ այդմ էլ մենք
շատ հետ չենք, նամանավանդ ի պատիվ մեր դոկտորների ասեն, որ մենք բոլորս, մեծ մասը պարբերաբար մասնակցում ենք արտասահմանյան կոնֆերանսների, վերապատրաստումների, գնում, սովորում ենք, կիսվում ենք իրար հետ, թեկուզ ով մի քիչ ավելի լավ գիտի մյուսին, այսպես։ Ես անոթաբանությունը աշխարհից շատ հետ մնացած չէի անվանի, հայկական անոթաբանությունը։ Արհեստական բանականությունը որևէ կերպ ներգրավված է գործում, թե ոչ։ Էլի մեր ոլորտից ասեմ, կարծես թե ոչ, պացիենտների տեսանկյունից մի քիչ, այսինքն իրենք գալիս են արդեն պատրաստ, ChatGPT պարապած են գալիս, բայց մեզ ավելի հեշտ է այդպես։ Իհարկե, եթե դու կոփված ես գիտելիքներով եւ ունես համապատասխան փորձ, ավելի հեշտ է, երբ պացիենտը տեղյակ է գալիս։ Իհարկե, երբեմն աբսուրդի է հասնում, դե ChatGPT-ն հիշում եք այսպես բան կար, Պավել Գլոբայի ասում է, աստղերը ուղղորդում են, բայց չեն պարտադրում, հուշում են, բայց չեն պարտադրում։ Նույնն ChatGPT-ն ինքը հուշում է, բայց ինքը չի ասում, որ անպայման սա ճիշտ է, ու վերջում էլ ինքը սնոսկա տալիս է, որ պարտադիր չի, որ սա ճիշտ լինի։ Միգուցե մոտ ապագայում որոշ չափով AI-ը կունենա դեր, բայց ես չեմ կարծում կամ միգուցե չեմ ուզում, որ չէ, դժվար թե AI կարողանա մարդուն դուրս մղել բժշկությունից, որովհետեւ ելնելով նրանից, որ երբեք նույն երկու իրար կրկնող օրգանիզմ գոյություն չունի։ Իսկ AI-ի հիմքում ընկած է մաթեմատիկան, այսինքն ստանդարտը։ Մարդու օրգանիզմը երբեք ստանդարտների կան որոշ ընդհանրություններ, բայց երկու նույն ձևի անոթներ, երկու նույն ձևի օրգանիզմ գոյություն չունի, այսինքն երբ գա այն պահը, որ մարդը կհասկանա, որ Պետրոսի մոտ էսպես է, Պողոսի մոտ այնպես է, AI-ը կարող է չկողմնորոշվել, եւ դա ճակատագրական լինի։ Եկեք արհեստական բանականությանը հարցնենք, թե ինչ է սպասվում անոթաբանության ոլորտում 10-15 տարվա հեռանկարում։ Առաջիկա 10-ից մինչև 15 տարիներին անոթաբուժության ամենամեծ փոփոխությունը հավանաբար կլինի այն, որ բուժումը կդառնա ավելի քիչ ինվազիվ, ավելի ճշգրիտ եւ ավելի խելացի։ Ռոբոտները արդեն մտել են անոթային ու ներանոթային միջամտությունների ոլորտ, բայց առայժմ դրանք չեն փոխարինում բժշկին, այլ օգնում են ավելի կայուն շարժումների, ավելի ճշգրիտ կաթետերային նավիգացիայի եւ ճառագայթային ազդեցության նվազեցման գործում։ Այս պահին լիովին ինքնավար վիրահատող ռոբոտը ապագայի հարց է, բայց առաջին կլինիկական փորձարկումները ցույց են տալիս, որ ավտոմատացված որոշ փուլեր արդեն հնարավոր են։ Արհեստական բանականության դերն ավելի մեծ է լինելու, այն ամենայն հավանականությամբ կօգնի արագ կարդալ անոթային պատկերները, գնահատել թրոմբոզի կամ բարդության ռիսկը, ընտրել կոնկրետ հիվանդի համար ամենահարմար միջամտությունը եւ նույնիսկ միջամտության ընթացքում հուշել բժշկին ամենաանվտանգ ուղին։ Այսինքն ապագայի անոթաբուժությունում բժիշկը չի աշխատի մենակ, նրա կողքին կլինեն ռոբոտացված գործիքներ եւ տվյալահեն, արհեստական բանականությամբ աշխատող որոշման համակարգեր։ Բայց վերջնական որոշումը դեռ երկար կմնա մասնագետի ձեռքում, որովհետև արհեստական բանականության առողջապահական համակարգերը բարձր ռիսկային են եւ պահանջում են խիստ վերահսկողություն։ Արհեստական բանականությունը փաստորեն գիտի իր տեղը։ Գիտի։ Սա հեռավոր ապագա չէ, ես ինչքան հասկանում եմ, արդեն այսօր երևի թե կիրառվում է։ Ասեմ, օրինակ, շատ մանր անոթների, պատկերացրեք 1 մմ անոթ, սրտի անոթ 1 մմ չի, էլ հազիվ է երևում աչքերով կամ դրանից փոքր, ոչ մի սոնոգրաֆիա, դուպլեքս կոչվածը, կամ անգիոգրաֆիաները չեն կարող ներսից ցույց տալ անոթում ինչ է կատարում, դրսից կարող ենք։ Բայց ներսից ինչ է կատարում եւ վերջին տարիներին հայտնվել է այսպես կոչված IVUS-ը, ներանոթային ուլտրաձայնը, երբ դե սոնոգրաֆիան պատկերացնում ենք բոլորս, հա, դրեցինք, նայեցինք լարդ լեղապարկ, հղիություն եւ այլն, հիմա այդ նույն անոթի մեջ Այսինքն 0.7, 0.5 մմ, կես միլիմետրանոց խողովակ է, որը անոթի միջից է արդեն ցույց տալիս ինչ է կատարում, իսկ քանի որ մարդու ուղեղը եւ աչքը չի կարող այդ աստիճան ճշգրիտ լինել այդ պատկերի մեջ, ինքը մշակում է դա, թվայնացնում է եւ մեզ տալիս է այսքան տոկոս նեղացում, այսքան տոկոս խցանում եւ այսա արդեն այո, այդ առաջին քայլերն են արհեստական բանականության։ Եվ ինչպես նա նշում էր, համաձայն եմ այդ մասով նրա հետ, այո, նա լինելու է մեր օգնականը, բայց ոչ հակառակ։ Այդ 0.7 մմ-անոց անոթի հետ նաև աշխատանքի գործիքներ են պետք։ Այո, ստենտեր, կաթետրներ, բալոններ։ Այդ նիրքության
կա, արդեն կա, թե դա այդ ներբության կա, այստեղ իհարկե արդեն փորձի հարցն է մատների այդ ճշգրիտ դե ամենանուրբ գործիքը բնության ստեղծած դա մարդու մատներն են, հա ոսկերչական ճշտությամբ է պետք աշխատել, իսկ արդեն ռոբոտային վիրաբուժությունը, անօթաբանության մեջ դեռ այդքան տարածված չէ, ավելի շատ ուռուցքաբանության, նեֆրոլոգիա, ուրոլոգիա, պրակտոլոգիա եւ այլն, ինչ են անում։ Օրինակ ես մատներս շարժում եմ 1 սանտիմետր ամպլիտուդով, նա այդ 1 սանտիմետրը փոքրացնում է մի քանի անգամ, դարձնում է 0.1 միլիմետր ամպլիտուդ, եւ էկրանի վրա կտրուկ մեծացնում է այդ 1 միլիմետրանոց անոթը, դարձնում է 10 միլիմետր, որ ես տեսնեմ, այսինքն կարծես թե ինձ թվում է, թե ես աշխատում եմ 1 սանտիմետրի մեջ, որ ինձ համար հարմար է, ես կարող եմ, բայց իմ շարժումները մի քանի անգամ ներփացնում է ռոբոտը եւ դարձնում միլիմետրի մասեր։ Այսպես է սարմով։ Եթե վերադառնանք գանգատներին, հիվանդություններին եւ բուժմանը, կանանց մոտ հատկապես շատ տարածված է, թե ես կարծում եմ նաեւ տղամարդիկ ունեն աստրիկներ կոչված ոտքերի վրա, որը հաճախ համարվում է կոսմետիկ խնդիր։ Միշտ է կոսմետիկ խնդիր, թե ունի հիմքեր։ Դա կոչվում է տելեանգիոէկտազ, անոթային աստրիկներ, եւ այսպես ենք մենք ասում ստատիստիկայով երեխա չունեցող կանանց 40%-ը գոնե ունի մի աստրիկ եւ մայրերի 80%-ը ունի գոնե մի աստրիկ։ Շատ տարածված է, հա, համարը բոլորի մոտ։ Աստղաբույլեր են։ Այո, այն էլ Հայաստանում ամեն երկրորդ կամ 10-ից 8 աստղեր են։ Ոչ սա առողջական խնդիր չէ եւ չի կարող դառնալ առողջական խնդիր, եթե մնում է այս համատեքստում բան նրանումն է, որ սա էլ է կոչվում վարիկոս հիվանդություն, ունի փուլեր։ Սա վարիկոս հիվանդության առաջին փուլն է, որը կոսմետիկ շերտից հարթակից դուրս չի գալիս։ Այլ բան է, եթե մաշկի վրա հայտնվում են օծաձև, գալարուն երակներ, այսինքն վարիկոս հիվանդության երկրորդ փուլը, այս փուլում չկարգավորելու պարագայում կարող է խնդիրը դառնալ երրորդ, չորրորդ եւ այսպես հասնել տրոմների, խոցերի, այտուցների եւ այլն։ Բայց փորձը ցույց է տալիս եւ այսպես համաշխարհային ստատիստիկան, հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ի սկզբանե այդ մարդու մոտ գնացել է առաջին փուլով, այսինքն աստրիկների փուլով, աստրիկների քանակը կարող է շատանալ, մի ոտքում, երկու ոտքում ամբողջ ոտք ընդգրկել, բայց որակ չի փոխվում, այսինքն երբեք դրանք չեն դառնում վտանգավոր երակներ։ Իսկ դրանք ինչ են։ Կոսմետիկ խնդիր է, վարիկոս հիվանդության առաջին փուլն է, որով զբաղվել կամ չզբաղվել մարդի համար է որոշ։ Ինչ երակներ են, այսինքն պետք չէ։ Ներմաշկային, հա, այսպես ասենք, բոլոր երակները չեն, որ տեսանելի են։ Մեր մարմնի ամեն մի միկրոմետրը պետք է ստանա սնուցում։ Սնուցումը ստանում ենք մազանոթներով, զարկերակներով, երակներով։ Ինչ-ինչ պատճառներով նրանք սկսում են լոկալ մեծանալ, լայնանալ։ То есть այդ անոթը օդից չի գալիս, նա մեր մեջ կա, ինչ-ինչ պատճառներով, հատկապես էստրոգենների ազդեցությամբ կանանց մոտ, այն ինչ որ անտեսանելի էր մեր աչքի համար, դառնում է տեսանելի, մեծանում է։ 0.1 միկրոմետրը դառնում է 1 միլիմետր եւ մեզ համար դառնում է տեսանելի։ Սա է զուտ գաղափարը։ Բայց ինքը երբեք չի դառնում 2, 3, 4 միլիմետր, որ դառնա վտանգավոր։ Այս հարթակում։ Եվ հակառակը, եթե ի սկզբանե արդեն թեկուզ դպրոցական տարիքում, թեկուզ առաջին հղիության ժամանակի հայտ են գալիս այդ ցծված մաշկից վեր բարձրացող երակները, սա արդեն լրիվ այլ սցենարով է գնում խնդիրը եւ պահանջում է մեր մասնակցությունը անօթաբանների։ Գեղեցկության սրահներն էլ հիմա արդեն դարձել են նաև կետեր, որտեղ տեղի են ունենում ներարկումների միջոցով այդ աստղիկների վերացումը, ինչ վտանգներ կարող է դա պարունակել, եթե այցելում ես ոչ մասնագետին։ Այո, շատ կարևոր, շատ ցավոտ հարցի անդրադարձակ, դրանով պետք է զբաղվեն միայն բժիշկները, անգամ անօթաբան բժիշկները, ես ճիշտ չեմ համարում, որ դրանով զբաղվում են ենթադրենք իմ մաշկաբան գոլեգաները, ինչքան էլ այսօր նրանց հարգում են, որովհետև այդ նյութերը, որ ներարկում են, նախ իրենք ունեն չափաբաժին, ինչպես ցանկացած նյութ, որ մտնում է մեր օրգանիզմ, եւ այդ չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են առաջանալ խնդիրներ։ Ընդհանուր միջև շնչառական խանգարումներ, գիտակցության կորուստներ, ալերգիկ երևույթներ, թունավորումներ եւ այլն, անաֆիլակտիկ շոկ։ Ինչ վերաբերում է լոկալին, եթե ճիշտ չի ընտրվում անոթը եւ ներարկվում է մեծ քանակով կամ սխալ անոթի մեջ, կարող է նեկրոզ առաջանալ, մաշկի քայքայում կարող է առաջանալ, որը սարսափելի ցավոտ է եւ շատ դժվար է լավանում ու թողնում է սպիեր։
Արդյունքում ստացվում է, որ երիտասարդը, որ գնում է իր ոտքերը ավելի ջերմակ դարձնելու, ազատվում է աստղիկից, բայց ստանում է սպիեր։ Ու քանի որ հիմա գեղեցկության սրահները շատ ավելին են, քան գեղեցկության սրահները եւ լայնորեն նորագույն տեխնոլոգիաները կիրառվում են նաեւ սպասարկման այդ կետերում, իրականացվում է նաև լազերային մազահեռացում, օրինակ, որը ասում են, որ ազդեցություն է թողնում նաև անոթների վրա։ Կա այդպիսի բան, թե միֆ է։ Անկեղծ ասած, իմ գոլեգաների հետ ես շատ եմ այս հարցը քննարկել, չեմ հանդիպել ռուսերեն կամ անգլերեն, առավել եւս հայերեն լեզվով որևէ գրականություն, հետազոտություն, որ փաստի, որ լազերային դիոդային մազահեռացումը նպաստում է ինչ-որ ձևով երակների շատացմանը կամ բարդությունների առաջացմանը, տրամաբանությունը հետևյալն է. նրանք լոկալ տաքացնում են մաշկի այդ հատվածը, որպեսզի առաջացնեն մազարմատի այրվածք, ջերմային այրվածք, բայց եթե adekvat կերպով կատարվում է հովացում, այսինքն սառը գլխիկով, սառը օդով, հատուկ սառեցնող քսուկներով, այսինքն եթե adekvat հովացում է կատարվում, ապա նշված բարդությունները պետք է որ չլինեն։ Ճիշտ անելու դեպքում, ամեն ինչ ճիշտ հաշվարկելու դեպքում պետք է որ բարդություններ չլինեն։ Համենայն դեպս ապացուցված որևէ, ել եմ ասում, աղբյուր, որ փաստի դրա մասին, որ չի կարելի վարիկոզի դեպքում չի կարելի դիոդային մազահեռացում, ես չեմ հանդիպել։ Դե եկեք հակառակից գանք, եթե մենք խոսում ենք, որ մայրերի 80%-ը ունեն աստղիկներ, այսինքն մայրերի 80%-ը չպիտի օգտվեն լազերային էպիլյացիայից։ Տուպիկ է առաջանում։ Կարծում եմ, համենայն դեպս այսօրվա դրությամբ չեմ հանդիպել այդպիսի արգելք։ Կան մարդիկ, որ խուսափում են ամեն դեպքում։ Խուսափում են կատարողները, թե հաճախորդները։ Հաճախորդները, դա նրանց ընտրությունն է։ Այո։ Իսկ կարելի է ժամանակին կանխել եւ որքան հնարավոր է շուտ ճանաչել անոթային խնդիրները։ Առանց գործիքային հետազոտության։ Դե հա, իհարկե, գանգատներից ելնելով, եթե միայն ոտերի մասին չխոսանք, ընդհանուր գլոբալ վերցնենք, եթե այս կամ այն օրգանի աշխատանքի թերացում է լինում, մնացած պատճառների հետ մեկտեղ պետք է դիտարկել նաև անոթայինը, օրինակ գլխացավեր, հաճախակի գլխացավեր, սկսեց ստուգել, ճնշումը նորմալ է, կարծես թե ողնաշարի խնդիր չկա, անբացատրելի գլխացավեր են, պետք է դիտարկել նաև անոթների խնդիրը, սրտի ծակոցներ, ցավեր, անպայման պետք է դիտարկել անոթային ծակումը, որոշ ժամանակ հայլելուց հետո ոտքերը սկսում են հոգնել, չենթարկվել, պետք է դիտարկել, այո, կարելի է անգամ մինչև վիզուալ երևույթների ի հայտ գալը ենթադրել համենայն դեպս կարելի է, իսկ մենք պատրաստ ենք, գիտեք, ես միշտ այսպես եմ ասում իմ բուժարուներին կամ այցելուներին, ավելի լավ է գալ բժշկի մոտ, բժիշկ ասի, չէ, չկա խնդիր, քան թե ենթադրել, որ չկա խնդիր, որ գիտեք հաճախ ինչ են ասում, դե պապայիս ոտքերն էլ էր ուրում, իմն էլ պետք է ուրի։ Այսինքն կներեք, եթե քո պապան մահացել է 50 տարեկանում, դու էլ պետք է 50 տարեկանում տրամաբանության։ Եկեք, ինչն է հագեցած բժշկական դաշտը, որ հագեցած չէ, գերհագեցած է Հայաստանում, որ ուղղությամբ 20 մետր քայլեք, հաստատ ինչ-որ կլինիկա կամ եւ այլն։ Դիմեք, կա խնդիր, զբաղվեք, չէ, ուրախացեք, այսպես։ Կանանց շրջանում կա կարծիք, որ անոթային խնդիրները մասնավորապես ոտքերի հետ կապված կարելի է արդյունավետ կանխել ձիգ զուգագուլպաներ հագնելով։ Դա ճիշտ է ցանկացած դեպքում, թե միայն խնդիրների դեպքում է կիրառելի։ Շատ կիրառելի են էլաստիկ գուլպանները, տարածված են, մենք էլ բժիշկներս ըստ անհրաժեշտության կրում ենք, հենց մենք, բան նրանում է, որ կա տարբեր դասի սեղմում, պրոֆիլակտիկ, առաջին աստիճանի կոմպրեսիա, երկրորդ եւ ծանր դեպքերում երրորդ։ Հիմա պրոֆիլակտիկը բոլորիս համար, օրինակ, ինքնաթիռով թռնում ենք կամ մի քանի ժամ պետք է նստած լինենք օֆիսում, կանգնած վիրահատություն ենք անում, վարսահարդար է, որ ժամերով ոտքերը անշարժ են, բայց չունի անոթների խնդիր։ То есть սա կարելի դիտարկել որպես արևային ակնոց։ Պարտադիր չէ աչքերդ լինի հիվանդ, որ կրես արևային ակնոց։ Այ արդեն եթե ի հայտ են եկել երակներ, բայց դեռ չկա այտուց, նշանակվում են իմաստ ունի առաջին աստիճանի կրելը եւ եթե կա այտուց երկրորդ աստիճանի։ Հիմա արդյոք դրանք կկանգնեցնեն նոր երակների առաջացումը։ Ոչ, չեն կանգնեցնի։ Արդյոք դրանք կդանդաղեցնեն։ Այո, դա
փաստ է, նրանք կդանդաղեցնեն հիվանդության հարաճումը եւ ամենակարևորը նրանք կդանդաղեցնեն բարդությունների ի հայտ գալը կամ կկանխեն բարդոտ տրոմբոզ, մաշկային խոցեր, արյունահոսություններ, այսա իզորու են նրանք կանխելու։ Անկամ շատ հաճախ, եթե պացիենտը ունի անոթային խնդիր, բայց գնում է ինչ-որ վիրահատության կամ հիվանդանոցում երկար պարկում է, մենք պրոֆիլակտիկ նրանց խորհուրդ ենք տալիս այդ գուլպաները կրել։ Բժշկության ոսկե կանոնն է գործում, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժում։ Իհարկե, միանշանակ, շատ էլ հեշտ։ Շնորհակալություն անոթային եւ ներանոթային վիրաբույժ բժշկական գիտությունների թեկնածու Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Արամ Խաչատրյանն էր։ Շնորհակալություն, որ եկաք։ Այսօր եւ տեսանելի ապագայում երակային խնդիրների բուժումն ավելի արագ, անհատականացված, ավելի քիչ ինվազիվ եւ տեխնոլոգիական կլինի, բայց առայժմ ոչ թե ռոբոտը բժշկի փոխարեն կլինի, այլ բժիշկը ռոբոտի եւ արհեստական բանականության հետ առողջ համագործակցությամբ։ Այսքան առողջ եղեք, ցտեսություն։